Ասում են քաղաքական ճանապարհները հաճախ սկսվում են շատ ավելի վաղ, քան մարդն ինքն է գիտակցում դա։ Երբեմն դպրոցական նստարանից, երբեմն ընտանիքում ձևավորված արժեքներից, իսկ երբեմն պարզապես անհաշտությունից այն իրականության հետ, որի մեջ մեծանում ես։ Մեր այսօրվա հյուրի դեպքում այդ ճանապարհն անցել է Շենգավիթից մինչև Լոռի, լսարաններից մինչև քաղաքացիական շարժումներ եւ վերջապես հասել իշխանության ամենակենտրոնական օղակներից մեկը։ Բայց այս ճանապարհը որքանով է եղել կանխատեսելի եւ որքանով ընտրությունների ու շրջադարձերի արդյունք։ Այսօր միասին բացահայտելու ենք վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի քաղաքական դիմագիծը։ Պարոն Հարությունյան, բարի գալուստ քաղաքական դիմագիծ հաղորդաշար։ Առաջարկում եմ տեղափոխվել մտովի դեպի մանկություն, որովհետև հայտնի ասացված կա, չէ, ասում են բոլորս մանկությունից ենք գալիս։ Այս դեպքում էլ բացառություն չանենք եւ տեղափոխվենք մանկություն։ Ես գիտեմ, որ դուք ծնվել ու մեծացել եք Շենգավիթ վարչական շրջանում, բայց ծագումով լոռեցի եք, նաեւ այդպեսին եք ձեզ համարում, որովհետև մինչև 7-8 տարեկանը դուք բավականին հաճախ եք Լոռիում եղել եւ հիմա այստեղ հարց է առաջանում. Երևանը, Շենգավիթը, թե Լոռին ավելի մեծ ազդեցություն ունեցել ձեր ձևավորման վրա։ Բարդ է ասել, կարծում եմ երկուսն էլ, այո, Լոռուն շատ հաճախ եմ եղել, մորական տատս նաև Սպիտակ քաղաքից է, թեպետ հորական հայրս էլ ծագումով Գուգարք գյուղից է, Մեղրուտից, շատ հաճախ եմ եղել եւ բնականաբար դա չէր կարող չազդել, որովհետեւ դա տենց կայացման տարիներն էին, կարծում եմ երկու տեղից էլ լավ որակները վերցրել եմ, փորձել եմ վատերը չկրկնել։ Ես գիտեմ, որ փոքր տարիքում հարազատները ձեզ պրոֆեսոր էին անվանում եւ կանխատեսում էին, որ դուք պաշտոնյա եք դառնալու։ Այդ կանխատեսումները որքանով էին ձեր սրտով։ Սրտով չգիտեմ, բայց հաճախ էին ասում, որովհետեւ եւ դպրոցում եւ բուհում լավ էի սովորում եւ շատ հետաքրքրասեր էի։ Նաև քաղաքականությամբ էի շատ հետաքրքրվում փոքրուց։ Օրինակ 90-ականների սկզբին, երբ որ լույս չկար, պատերազմ էր, ես այդ ընտանիքում վերջի այդ 5 դրամը, հիմա որ ասեմ 5 դրամ էին թերթերը, կարող է տարօրինակ թվալ, բայց այդ վերջին 5 դրամը վերցնում էի, գնում էի այն ժամանակ տպագրվող թերթերն էի առնում, որպեսզի նախ պատերազմի հետ կապված վերջին զարգացումներ իմանամ, նաև իմանամ, թե ինչ աշխարհում կատարվում։ Այդպես, այդ էր ամենայն հավանականության պատճառը, որ այդպես էին կոչում։ Այսինքն կարելի է ենթադրել, որ քաղաքական գործիչ դառնալու նպատակը գուցե երազանքն ասենք դեռ փոքրուց է գալիս, թե մտքերն այլ ուղղությամբ էին։ Չէ, ես շատ տարբեր ուղղություններով եմ ցանկացել գնալ պատանեկության տարիներին, սկսած բժշկից, վիրաբուժից, վերջացրած իրավաբանով, բայց ի վերջո կանգ առա արևելագետի մասնագիտության վրա։ Պատանեկությունից մի պատմություն էլ կար, հորաքրոջս մի ծանոթ ուներ, ասում էին պայծառատես է, այն ժամանակ էլ չէի հավատում, հիմա էլ չեմ հավատում, բայց մի անգամ այդպես մի հանդիպման ժամանակ նայած ասեց դու մեծ պաշտոնյա ես դառնալու, ես էլ ասեցի ես ուր պաշտոնը, ուր ես այս մասնագիտություններն եմ սիրում եւ այդ ուղղությամբ եմ ուզում գնալ, բայց փաստորեն ոնց որ այդ կանխատեսումը իրականացավ, թեպետ էլի ասեմ, ես պայծառատես չեմ հավատում։ Այդ ուզում հարցնել, հիմա այդ օրինակը հաշվի առնելով որքան էլ չեք հավատում, բայց լինում է որ հարցնեք, ինչ կլինի, չգիտեմ, մի քանի ամիս հետո։ Պատահական եմ այդպես շփվել այդ կնոջ հետ եւ դրանից հետո որևէ նման առիթ, այլ նման կանխատեսումներ անողների հետ չեմ հանդիպել, ելի եմ ասում չհավատալու պատճառով, բայց այդպիսի մի դրվագ եղել է իմ կյանքում։ Պարոն Հարությունյան, դուք ձեր տարիքին փոքր ժամանակ տարիքին անհամապատասխան, ինչպես նաև դուք ասացիք, հետաքրքրություններ եք ունեցել, անգամ
կարծես թե մի տեղեկություն գտա, որ երրորդ դասարանում մի քննարկում եք կազմակերպել դպրոցում Ղարաբաղյան շարժման վերաբերյալ։ Այ հիշում եք, չգիտեմ, ուսուցիչների, դպրոցի, աշակերտների արձագանքն ինչպիսին էր, թե ոնց կարող է երրորդ դասարանի տղան քննարկում կազմակերպել, այն էլ այդպիսի լուրջ քաղաքական թեմայի շուրջ։ Ես չգիտեմ որտեղից եք այդ տեղեկությունը գտել, չեմ հիշում ասել եմ եթերում դրա մասին, թե չէ, բայց այո, այդպիսի դրվագ եղել է եւ ես հիմա նույնիսկ տանը պահում եմ, դա երևի ոչ թե երրորդ, այլ կամ 4 կամ 5-րդ դասարանում էր, բայց էլի շատ փոքր էի տարիքով, պես հավաքում էի բոլոր թերթերի հոդվածները այդ ժամանակ պատերազմի մասին եւ կոնֆլիկտի մասին եւ այո մի անգամ էլ տենց նախաձեռնեցի դասի ժամանակ, այսինքն տարել էի դպրոց, ուսուցիչը տեսավ, զարմացավ, որ այդ տարիքում ես այդպիսի բան եմ արել եւ կանչեց գրատախտակի մոտ, ես սկսեցի պատմել դրա մասին։ Հետո քննարկում եղավ, այդպես հիշում եմ, բայց մոռացել էի դրա մասին լավ է հիշեցրեցիք։ Հիմա կառավարության մոտեցումն այլ է եւ կառավարությունը հայտարարում է, որ պետք է փակել ըստ էության Ղարաբաղյան շարժման էջը։ Այ հաշվի առնելով նաեւ սա ինչի շուրջ կլիներ երկու արայիկների զրույցը։ Զրույցը ոչ միայն երրորդ դասարանի դասարանցի արայիկի հետ կլիներ, ըստ էության այդ դիրքորոշումները շատ չէին փոխվել մինչև վերջին զարգացումները։ Վարչապետն էլ է դրա մասին ասել, որ թերևս 5 տարի առաջ մենք ըստ էության այլ դիրքորոշումներ ունենք եւ որովհետեւ մենք ինքներս ձևավորվել ենք այդ ամեն ինչի մեջ, այդ տրամաբանության մեջ, այդ սկզբունքների մեջ եւ այլն, բայց գալիս է մի պահ, երբ որ ճակատագրական որոշումներ պետք է կայացնես առաջին հերթին պետության համար եւ եթե քո առջեւ դնում ես պետության հարատեվության խնդիրը, ապա պետք է գնաս նաեւ դժվար որոշումների, այնպիսի որոշումների, որոնք կարող է այսպես հակադրության մեջ մտնել քո, ասենք, տասնամյակներ ձևավորված դիրքորոշումների հետ։ Պարոն Հարությունյան, շատ առաջ չանցնելով դեռ կգանք մեր օրեր, առաջարկում դեռևս մնանք այդ դպրոցական տարիների, դուք այդ տարիքում զբաղվել եք առևտրով, ուսանողական տարիներին անգամ բանվորություն եք արել, սոցիալական անապահով վիճակն է դրդել զբաղվել դրանով, թե դուք հենց այդ տարիքից փորձել եք ինքնուրույնություն ձեռք բերել ու կարևորում եք անձի ինքնուրույն լինելը։ Չէ, շատ էի կարևորում այն ժամանակ, իհարկե 90-ականները բարդ ժամանակահատված էր եւ նաեւ անհրաժեշտ էր ընտանիքին էլ աջակցել։ Առաջին փորձը, որ արել եմ, ունեի բարեկամներ, որոնք դեղի ներկրումով էին զբաղվում եւ ես այդ ժամանակ երևի դեղերի 14-15 տարեկան էի եւ իրենց խնդրում էի, ասում էի մի փոքր չափ բաժինից տվեք, գնամ դեղատների հետ պայմանավորվեմ եւ տարբերությունը կմնա ընտանիքին։ Այդ էի անում, այո, բանվորություն եմ արել, նաեւ Ռուսաստանում ասպիրանտուրա եմ սովորելու ժամանակ եւ կարծում եմ, որ դա նորմալ է ուսանողական տարիների եւ պատանեկության տարիների համար եւ շատ ուրախ եմ հիմա, որ վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ փոխվել է եւ հիմա շատ պատանիներ եւ շատ երիտասարդներ արդեն բայց վաղ տարիքից, երբ որ թույլատրվում է աշխատել եւ աշխատում են եւ սովորում են եւ օգնում են իրենց ընտանիքին եւ նաեւ ապահովում են օրինակ իրենց ուսման վարձը կամ ուսման հետ կապված խնդիրներ են լուծում, սա շատ է ոգևորում եւ քանի որ դու էլ այդ սկզբունքների կրողն ես եղել, այսպես նաեւ ուրախացնում է շատ։ Իսկ արդյոք նաեւ այդ շրջանի իրականության հետ անհաշտ լինելն էր, որ ձեզ բերեց ընդդիմադիր քաղաքական դաշտ եւ ինչպես տեղի ունեցավ այ առաջին քայլերը, որ դուք հայտնվեցիք, գիտեմ, որ կարծես թե ուսանողական նստարանից է դա եղել։ Այո, ես 96 թվականին եմ ընդունվել բուհ եւ սեպտեմբեր ամսին։ Եվ եթե հիշեք, այդ ամսին նախագահական ընտրություններ էին։ Ես իհարկե հետևում էի, բայց ակտիվ փողոցում չէի եւ մի անգամ
դեկանի տեղակալը մտավ լսարան եւ ասեց ոչ մեկի ցույցերին չտեսնեմ։ Ես էլ հետաքրքրվեցի ինչ ցույցի մասին է ասում եւ ասացին, որ Ազատության հրապարակում բողոքում են նախագահական ընտրությունները կեղծելու դեմ։ Ես էլ վեր կացա գնացի, որովհետեւ այդ ժամանակվան շատ ըմբոստ եմ եղել, երբ որ այսպես փորձում էին ոչ համոզելով, այլ այդպես ճնշելով որևէ մի բան թույլ չտալ, ես սովորաբար հակառակն էի անում եւ գնացի եւ այդպես սկսեցի ավելի ներգրավել process-ներին, ցույցերի էի, երթերի էի մասնակցում, հետո արդեն ավելի ակտիվ փուլը եկավ 90-ականների վերջ 2000-ականներին։ Այ ձեր ընդդիմությունը անձի նկատմամբ էր արտահայտվում, որովհետև նախագահը այս շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Չէ, համակարգային խնդիրների, որոնք կային այդ ժամանակ, անարդարություն, կոռուպցիա, այդպիսի երևույթներ բնականաբար անընդունելի են, հովանավորչություն, այդ հովանավորչության առաջին այսպես վառ օրինակները նաև բուհում սովորելու ժամանակահատվածում էր եւ պետք էր այդ ամեն ինչին վերջ տալ, ցավոք սրտի այդ process-ը բավական երկար տևեց, 18+4 24 տարի հետո նոր մենք փոփոխություն ունեցանք։ Իսկ ձեր ընտանիքը քաղաքականապես ակտիվ եղել է, թե բավականին չեզոք էին եւ ավելին ձեզ էլ չէին ցանկանում թույլ տալ, որ դուք սկսեք այդպես ակտիվ քաղաքացիական եւ քաղաքական կյանքով։ Մասամբ էին ակտիվ, բայց նաեւ չէին ուզում, որ ես դրանով զբաղվեմ, որովհետեւ այդ ժամանակների այսպես հետապնդումները, ռեպրեսիաները մեծ էին։ Եվ մի զարմանալի բան էլ կար, իմ տատը բռնադատված է եղել եւ աքսորված է եղել Սիբիր 49 թվականին։ Հələ պատկերացրեք 49 թվականից մինչև 90-ականներ 50 տարի անցել էր, բայց այդ վախը քաղաքական process-ներից իրանց մեջ շատ էր նստած, այդպես շատ խորը, այդ թվում նաև, ասենք, մորս մոտ, որը նաև ժառանգ էր դրա, եւ իրանք շատ ընդդիմանում էին այդ իմ ակտիվությանը, որովհետեւ այն ժամանակ այսպես ազատ բողոքել, ազատ կարծիք արտահայտել շատ բարդ էր եւ գրեթե անհնար էր, որովհետեւ լինում էին հետապնդումներ, ինչին ես էլ եմ ենթարկվել ժամանակին, բայց հետո իրենք ժամանակի ընթացքում այսպես համակերպվեցին դրա հետ, որովհետեւ ես հետ չէի կանգնում այդ իմ գաղափարներից եւ մտադրություններից եւ իրենք էլ շատ ավելի քաղաքական դարձան եւ հետեւում են process-ներին, այսպես կուլմինացիան երևի 2007-2008 թվականներն էին, երբ որ նրանք վերջնականապես այսպես ասեցին, որ չէ, այստեղ ոչ մի բան հնարավոր չի փոխել, ավելի լավ է աջակցենք։ Արդեն ունեիք կարելի ասել Արաբագետի ամբողջական կրթություն, եթե կարելի այդպես ասել, բայց այդ կրթությունը մի կողմ միաժամանակ դուք սկսեցիք 2007-2008 թվականներին ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։ Ես 4 տարի Հայաստանում չեմ ապրել, Ռուսաստանում ասպիրանտուրա եմ սովորել Արևելագիտության ինստիտուտում։ Նրանից հետո վերադարձել եմ եւ շատ ավելի ակտիվ ներգրավել եմ քաղաքական process-ների մեջ, այդ ժամանակ 7-8 թվականի ժողովրդական շարժումներ եւ տենց մտածեցի, որ չեմ կարող անմասն մնալ այդ ամենից, եթե կա հնարավորություն փոփոխությունների, պետք է անել դա եւ գնացի շտաբ եւ ասացի, ինչով կարող եմ ես ձեզ օգնել։ Համարյա ոչ մեկի չէի ճանաչում, գրեթե ոչ մեկի, բայց ներգրավեցի process-ների մեջ, հետո արդեն տարբեր շարժումների, տարբեր ժամանակներում աջակցեցի, մինչև որ որոշում կայացրեցի, որ ես պետք է լինեմ մի կազմակերպության մեջ, որտեղ կարող եմ նաև ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա։ Այդ շտաբում եք առաջին անգամ հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Չէ, Նիկոլ Փաշինյանին հանդիպել եմ այդտեղ, բայց մենք շատ քիչ շփում ենք ունեցել այդ ժամանակահատվածում։ Մեր ավելի ակտիվ շփման փուլը սկսվեց 2011-ից, երբ որ նա դուրս եկավ բանտից։ Այդտեղ 1-2 անգամ ենք շփում ունեցել, շատ ակտիվ չի եղել մեր շփումը։
Բանտից դուրս գալուց հետո արդեն այսպես համախմբվեցիք եւ որոշեցիք, որ պիտի ձեր քաղաքական նախաձեռնությունը այդ ժամանակ ընկերներ եք արդեն։ Չէ, Որտեւ դուք եւս համահիմնադիր եք քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ ես այդ ժամանակ հիմա երիտասարդական նախաձեռնության այսպես առաջնորդների մեջ էի եւ շատ ակտիվ էի եւ երիտասարդների մեջ որոշակի ազդեցություններ ունեի։ Երբ որ նա բանտից դուրս եկավ եւ մենք դաշտում գոյություն ունեցող ընդդիմադիր շարժումների քաղաքական ուժերի հետ կոնֆլիկտ ունենք, որովհետեւ գնում ենք այդ հին շրջափուլերով անընդհատ թեժաշուն, թեժգարուն փուլերով։ Երբ Փաշինյանը դուրս եկավ, մենք հանդիպում խնդրեցինք նրանից, կարծեմ հունիս ամիսներ կամ երևի հունիս ամսվա սկիզբն էր, եւ պատմեցինք, թե իրականում մեր քաղաքական դաշտում ինչ է կատարվում, որովհետեւ ինքը երկար ժամանակ եղել էր բանտում, թեպետև ինֆորմացիոն էր, բայց ամենայն հավանականությամբ որոշ խորքային պրոցեսներ կարող էր վատ պատկերացնել։ Մենք ներկայացրեցինք համարելով, որ ինքը ասես շատ ակտիվ քաղաքական գործիչ է ընդդիմադիր դաշտում, որը ունի հնարավորություն ազդելու այսպես մարդկանց հանրության վրա, սկսեցինք շփվել եւ այդպես շարունակվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այդ ժամանակ էլ ես դեռ այտենց կամուկացի մեջ էի, արդյոք պետք է գնալ այսպես շարժումների տրամաբանությամբ, թե ակտիվ արդեն քաղաքական գործի պատասխանատվություն վերցնել կուսակցության շրջանակներում։ Բայց երկար մտորումներից հետո 12-ի վերջին 13-ին որոշեցի, որ այո, այդպիսի պատասխանատվություն պետք է վերցնեմ եւ 13-ին ստեղծվեց արդեն քաղաքացիական պայմանագիր հանրային քաղաքական միավորումը, որ հիմք դարձավ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար։ Պարոն Հարությունյան, իսկ հիշեք, թե ով էր ձեր քաղաքական գործունեության ամենամեծ աջակիցը։ Ես գիտեմ նրա մասին, դուք կարծում եմ պետք է որ հիշեք։ Այդ նախնական շրջանում այն բուկլետները, որ տպագրվում էր, որ խորհուրդ էր տրվում ձեր թաղի բնակիչներին, մյուսներին, որ ընտրեք Արայիկ Հարությունյանին, հենց նա է կարծես։ Եթե պապիս մասին է խոսքը, նրանք շատ են ինձ աջակցել, որովհետև նաև այն թաղամասում, որտեղ ծնվել մեծացել եմ, նրանք շատ հայտնի մարդիկ են, շատ հարգված եւ նաեւ հայրս, նաեւ իմ ընտանիքը մանկավարժներ են եղել։ Իմ հայրը տնտեսագետ է, մայրս մանկավարժ է։ Առհասարակ այդ ուղղությամբ բոլորը մանկավարժ են, մինչեւ մորս պապիկը բավական հայտնի մանկավարժ է, օրինակ Սպիտակ քաղաքում։ Հա, իրանք շատ են աջակցել, նաեւ պապս, որը այդ process-ներում ոչ միայն հետևում էր, այլ նաեւ քարոզում էր թորան համար։ Բայց դա արդեն 16-17 թվականներ։ Բայց իշխանափոխության ընթացքը չտեսավ։ Չէ, ցավոք սրտի։ Վերջնանպատակը ցավոք սրտի չէ, եւ ես նաեւ շատ ցավում եմ դրա համար, որովհետեւ վստահաբար շատ կուրախանար։ Իսկ այ հետաքրքիր է, այստեղ կա մի խորհուրդ, որ պապից հիշում եք, այ քաղաքական ինչ-որ մի խորհուրդ, որ նաեւ այսօր գուցե ձեր գործունեության ընթացքում ձեզ օգնում է դա, կամ խոստում, որ տվել եք պապին, եթե այ գաք իշխանության, այսպես կլինի ու այդպես էլ անում եք։ Չէ, ես նրանից մի բան եմ սովորել, նա պարզ եւ շիտակ էր շփվում մարդկանց հետ։ Ես նրա հետ փոքրուց ընկերություն եմ արել։ Եվ դա ինձ օգնել է ձևավորվել այդպեսին, որ ցանկացած process-ում պետք է ձգտես պարզության, ազնվության մաքսիմալ, որքան հնարավոր է։ Եվ դա կարծում եմ իր կարևոր ներդրումը իմ զարգացման, իմ դաստիարակության մեջ։ Գալով 2018 թվական, հետաքրքիր է, երբ հասկացաք, որ ամեն ինչ արդեն անշրջելի է եւ դուք կարողանալու եք հասնել իշխանափոխության։ Երբ որ սկսեցիք Գյումրիում, կար այդ հավատ, այսինքն թե ամեն դեպքում էլի սկսել եք մի քաղաքական նախաձեռնություն, որը որ գուցե մտածում եք հասարակությանը ակտիվացնելու ավելի քայլ կլինի, քան իշխանափոխության հասնելու գործիք գուցե։ Մենք մեր ծրագիրն ունենք եւ այդ նվազագույն ծրագիրը Սերժ Սարգսյանի վերընտրությունը թույլ չտալն էր,
բայց կարծում եմ մեզ հաջողվեց թե քայլելու ընթացքում Գյումրիից որ սկսեցինք եւ թե արդեն դրա հաջորդող փուլում հանրահավաքների ժամանակ այլ խնդիրներ էլ ձևակերպել, որովհետեւ ըստ էության ստացվեց, որ նաև դա հանրային մեծ պահանջ է։ Մենք ունենք մեր մտքում այդ նպատակը եւ այդ ծրագիրը, բայց նաև եթե հարցազրույցները նայենք այդ ժամանակահատվածի, իմիջիալոց հիմա այդ օրերն էին 17 թվականի եւ Facebook-ի հուշեր հատվածում անընդհատ բերում է թե ինչ հարցազրույցներ եմ այդ ժամանակահատվածում տվել, շատ հստակ էր որ եւ մեր խոսույթում էլ դա կար, բայց նաեւ ասում ենք որ պետք է հանրային պահանջ եւ աջակցություն լինի։ Եթե կլինի այդպիսի աջակցություն, ապա մենք կգնանք նաեւ այդ քայլին, հենց տեղ էր այդ բանաձևը ասում ենք, դուրս կգա 5 հոգի, մենք գործողություններ կանենք այդ տրամաբանությամբ։ Ու երբ հասկացաք, որ արդեն կարծում եմ ապրիլի 16-17-ին, երբ որ հայտարարեցինք ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխության մասին, որովհետև զգացինք այդ շունչը հրապարակի եւ զգացինք շունչը փողոցի եւ հասկացանք, որ գնալով այդ շարժումը ապակենտրոն է դառնում։ Այո, մենք առաջնորդություն իրականացնում ենք, բայց X համայնքում, Y համայնքում, պայմանական Հերվաշեն գյուղում տեսանք, որ մարդիկ ինքնակազմակերպում են եւ դա հնարավորություն տվեց ավելի հստակ դնել պահանջները իշխանությանը։ Պարոն Հարությունյան, ամբողջացնելով մեր հաղորդաշարի այս հատվածը, եթե հակիրճ դուք ինքներդ ինչպես կբնութագրեք ձեր քաղաքական դիմագիծը, մարտով ակտիվիստից դարձել են դիմադիր քաղաքական գործիչ, ապա հասել իշխանության։ Իմ ճանապարհը անցած շատ պարզ է եւ եղել է հանրության առաջ սկսած ավելի ակտիվ պատասխանատվությունից, երբ առաջին անգամ, այսինքն դարձա քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության առաջին նախագահը, հետո ավականու անդամ, հետո նախարար, կարծում եմ բնական, այսպես քաղաքական գործին բնորոշ բնական զարգացման փուլեր եմ անցել, սովետական ժամանակահատվածում ասում են շկոլա է անցել, այդպիսի փուլեր շատ կարևոր ունեցել եմ կյանքում, օրինակ 2017 թվականին ես մասնակցել եմ խորհրդարանական ընտրությունների, Սերժ Սարգսյանի ժամանակ ՀՀԿ-ի եւ իմ թաղամասում օրինակ ստացել եմ 4000 ձայն, մոտ 4000, 3900 քանի ձայն եւ դա շատ հսկայական թիվ էր այն ժամանակվա համար, որովհետեւ նույնիսկ ՀՀԿ պատգամավորներից շատերը այդքան ձայն չէին հավաքում իրենց ընտրատեղամասերում եւ դա տենց շատ լուրջ խթան հանդիսացավ, որ ավելի մեծ խնդիրներ դնեմ իմ առջեւ, բնական զարգացումով որոշակի դիրքի հասած քաղաքական գործի ճանապարհը։ Սկսելով մեր հաղորդաշարի երկրորդ հատվածը, ձեր աշխատասենյակում ենք, վարչապետի աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակում, դուք կառավարության այս գլխավոր շենքում եք մոտ 6 տարի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար լինելուց հետո մի քանի ամիս զբաղեցրեցիք վարչապետի խորհրդականի պաշտոնը, գլխավոր խորհրդականի պաշտոնը, արդեն ըստ էության երկար տարիներ վարչապետի աշխատակազմի ղեկավարն եք։ Հայ հետաքրքիր է, ինչպիսին է ձեր առօրյան սկսվում կառավարության այս գլխավոր շենքում։ Դե, այս վերջերս եմ նկատել, որ օրերը կրկնվում են, որովհետև արդեն ամեն ինչ ավտոմատացման փուլում է գտնվում եւ առավոտը սկսում է 7-ին աշխատանքը, արդեն 7:30 այստեղ եմ լինում եւ գնում եմ զեկուցման վարչապետի մոտ առավոտյան շուտ, նախորդ օրվա կուտակված խնդիրներն եմ ներկայացնում եւ առաջիկա անելիքները, այնուհետև արդեն ըստ օրակարգի հանդիպումներ, խորհրդակցություններ, կոմիտեների նախապատրաստում, կառավարության նիստի նախապատրաստում, այնպես որ ինքը շատ արդեն ավտոմատացված է եւ դա մի առումով լավ է, որովհետեւ արդեն աշխատանքը իր հունով գնում է, այսպես ասած ռելսերի վրա դրված է, բայց մյուս առումով էլ հետաքրքրությունները սկսում են պակասել, պետք է հետաքրքրացնել եւ այդ պատճառով է, որ օրինակ
Նաև այդ պատճառով է, որ հանձն եմ առնում տարբեր մեծ միջոցառումների կազմակերպումը։ Իսկ անձնական կյանքի համար որպես այդպեսին ժամանակ կարծես թե չի մնում, չի բավականացնում։ Պետական պաշտոնյան շատ քիչ ժամանակ է ունենում ընտանիքի համար, ընկերների համար, հարազատների համար։ Երևի դա նորմալ է, որովհետև մեծ պատասխանատվություն է, անելիքները, պարտականությունները շատ եւ կարծում եմ դա նորմալ է, հենց այդպես էլ պետք է լինի։ Դուք ասացիք մեր նախորդ հատվածում հաղորդման, որ տանեցիներն այդքան էլ կողմ չէին, որ դուք լինեք քաղաքականության մեջ։ Հիմա այդ բողոքներն ավելի չեն սաստկացել, այ որ ասում էինք պետք չէր, հիմա Եթե ժամանակ ունենամ իրենց հետ շփվելու, գուցե բողոքներ լսեմ, բայց ես տանից դուրս եմ գալիս, երբ որ նրանք նոր արթնանում են եւ գնում եմ տուն, երբ որ նրանք արդեն քնած են։ Այսօր շատ քիչ ժամանակ է մնում, իհարկե, այդ առումով ցավոք սրտի իրեն շատ ժամանակ չեմ կարողանում հատկացնել, բայց նաեւ նրանք հասկանում են, որ սա մեծ պատասխանատվություն է եւ արդեն որպես քաղաքացի են մոտենում այդ հարցին, որ այն ինչ որ արվում է պետության շահերից ելնելով։ Իսկ կան այսպես կարմիր գծեր, սովորություններ, սկզբունքներ, որ պարտադիր հետևում եք որպես ղեկավար։ Իհարկե, ես իրականում աշխատանքի մեջ շատ մաքսիմալիստ եմ, շատ։ Եվ իհարկե աշխատակազմում տեղակալները, վարչության պետերը դա գիտեն եւ դա նրանց համար լրացուցիչ բարդություններ է առաջացնում, բայց կարծում եմ, որ այդ սկզբունքին նրանք էլ են ընտելացել։ Մեր ապարատների թեր զարգացվածության պատճառով թերևս դժվար է եղել այդ մաքսիմալիզմին հասնելը, բայց ես կարծում եմ եւ պետական համակարգն էլ կփաստի, որ աշխատակազմը բավականին այսպես արդյունավետ է սկսել աշխատել, պրոցեսները արագացել են եւ սա հանձնարարականներից նաեւ մեկն է։ Եվ սկզբունքներից մեկը իհարկե համակարգում այն է, որ աշխատանքի մեջ պետք է լինել մաքսիմալ ազնիվ, որովհետև մենք գործ ունենք մեր մի քանի միլիոն քաղաքացիների ճակատագրերի հետ եւ յուրաքանչյուր խախտում այս առումով կարող է այսպես լուրջ խնդիրներ առաջացնել։ Եթե կա խնդրեմը պետք է բարձրաձայնվի, խոսվի դրա մասին, չթաքցվի, թեկուզ դա բարդ խնդրեմ է, թեկուզ թվում է, որ այդ խնդրեմը անլուծելի է, բայց պետք է դա բարձրաձայնվի եւ փորձենք լուծումներ գտնել։ Այդ դեպքում, քանի որ այդպես խստապահանջ եք, ձեր ենթականները լարվում են ձեզ այդ շփումներից, Կարծում եմ, որ գուցե մեկ սխալը ճակատագրական կարող է իրենց համար լինել։ Նախ, եթե դու գնում ես փոփոխությունների եւ ջանք ես գործադրում փոփոխությունների համար, դու չես կարող չսխալվել։ Եվ պետք է նաեւ ղեկավարը գնահատի այդ սխալի արժեքը եւ նաեւ գնահատի արդյոք դա այդ ջանքի այսպես հարակից էֆեկտն է։ Եթե այդ մարդը ջանացել լուծել, նա կարող է սխալվել եւ այդ առումով հետևանքները թույլ են լինում, բայց եթե դրանք այնպիսի սխալներ են, որոնք պրոֆեսիոնալիզմի հետ է կապված, բարոյականության հետ է կապված, դրանք իհարկե չեն կարող ներվել։ Իսկ այս աշխատասենյակում երկար ժամանակ եք անցկացնում, թե կառավարության ամբողջ շենքում, չգիտեմ, շրջայցեր, բացի շենքից դուրս, այսպես հետևել աշխատանքի ընթացքին, թե ամեն ինչ այստեղից եք անում։ Չէ, հիմնականում այստեղ եմ լինում, որովհետև իմ աշխատանքի բնույթն էլ է այդպեսին, համակարգել ապարատի աշխատանքը, այնտեղ մի քանի հեռախոս կա, մի քանի համակարգիչ կա, այդտեղից է արվում հիմնական աշխատանքը։ Կա մի հեռախոս, որը հենց հատուկ վարչապետի հետ եք շփվում։ Կա այդպիսի հեռախոս։ Իսկ վարչապետի հետ ինչի շուրջ են ձեր զրույցները լինում։ Ամենօրյա ռեժիմով, ասիկ ամենօրյա օրեր են լինում, շատ հաճախ են լինում, եթե կան հրատապ հարցեր լուծելու կամ հրատապ խնդիրներ քննարկելու, հիմնական զեկուցումը առավոտ շուտ է եւ ես աշխատում եմ նաեւ ինքս վարչապետին շատ չանհանգստացնել, որովհետեւ ես կարծում եմ, որ այդպիսի սկզբունք բոլորը պետք է որդեգրեն, զեկուցումները լինեն հստակ, բոլոր հարցերը քննարկվեն եւ
փորձել մաքսիմալ քիչ անհանգստացնել, ինքդ լուծումներ գտնես կամ ինքդ խնդիրները առաջ տաս, որպեսզի ղեկավարը նաև հասցնի իր պարտականություններով զբաղվել։ Մինչև կառավարության այս շենքում գալը դուք նաև վարչապետի հետ ընկերական հարաբերություններ եք ունեցել, քաղաքական ճանապարհ անցել։ Այ երբ որ դարձաք վարչապետի աշխատակազմի ղեկավար, թեկուզ նախարար եղած ժամանակ, որտեղ է հատվում ընկերներ եւ վարչապետ, նախարար կամ վարչապետի աշխատակազմի ղեկավար այդ հարաբերությունները։ Դրանք մեկը մյուսին խանգարում են, թե օգնում են, որ եւ ընկեր եք եւ պաշտոնյա ու ենթակա։ Դե 18-ից հետո այդ հարաբերությունները իրականում մի փոքր այլ հարթություն են տեղափոխվել, որովհետեւ այն ժամանակ ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյան դարձել է վարչապետ, դու դառնում ես նախարար, հետո աշխատակազմի ղեկավար, այդտեղ շատ հստակ սուբորդինացիոն հարաբերությունները պետք է պահվեն, որովհետև ես կարծում եմ, որ պետության եւ ապարատի ամրության հիմնական գրավականներից մեկը սուբորդինացիայի պահպանումն է։ Եթե այդտեղ դա խախտվում է, այդտեղ խախտվում են լիազորությունների եւ պարտականությունների վերաբերյալ ընկալումները, դրանք տեղափոխվում են այլ դաշտ, իսկ այլ դաշտում պետական հարցերը չեն կախլեցվել։ Պարոն Հարությունյան, իսկ ձեր քաղաքական ապագան որտեղ եք պատկերացնում։ Արչևում խորհրդարանական կարևորագույն ընտրություններն են, չի բացառվում, օրինակ իշխող կուսակցությունը ստացավ մեծամասնություն, վերադասավորումներ նաև կառավարությունում կամ պատկերացումներ դուք օրինակ մտովի պատկերացնում եք ձեզ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, գուցե խորհրդարանում, գուցե կառավարության մեկ այլ հատվածում ունեք այդպիսի պատկերացում։ Անկեղծ ասած, այս նախընտրական փուլը այնքան լարված է, որ նման թեմաների վերաբերյալ մտածելու ժամանակ էլ չի լինում եւ կարծում եմ նախ պետք է մենք արդյունքը արձանագրենք, նոր նրանից հետո խոսենք, ես անկեղծ պետք է ասեմ, այս պաշտոնում շատ լավ եմ ինձ զգում այն առումով, որ կարծում եմ, որ դրված խնդիրներ չեմ ասի 100%-ով, բայց հիմնականում լուծում եմ եւ ջանում եմ, որ լավագույնս լուծեմ այդ խնդիրները, մնացածը արդեն քաղաքական թիմն ու առաջին հերթին վարչապետը կորոշեն, թե հետագա ընթացքը ինչպիսին կարող է լինել։ Իսկ որն է ձեր քաղաքական ուղերձը ձեր ընտրողներին։ Ուղերձը մեկն է։ Մենք պետք է պահպանենք այն զարգացման միտումները, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում։ Մենք բավականին լուրջ քայլեր ենք արել պետության հարատևությունը ապահովելու համար։ Եվ յուրաքանչյուր քաղաքացի իր մասով ընտրությունից ընտրություն, չենք ասում ընթացքում, ընտրությունից ընտրություն պետք է այդ մեկ օրվա ընթացքում կոնկրետ ընտրությունների, այդ մեկ ժամվա ընթացքում տեղամաս գնալիս այդ պատասխանատվությունը հատկապես հենց այդ ժամանակ զգա եւ որոշի ոնց է ուզում պետությունը զարգանալ։ Ես կարծում եմ այն ընթացք, այն տենդենսները, միտումները, որոնք այսօր կան Հայաստանի Հանրապետությունում, պետք է պահպանվեն եւ մեր շփումներն էլ ցույց է տալիս, որ դա հանրության մեջ գտնում է արձագանք եւ մենք հավանականություն չկա, որ ժողովուրդը կցանկանա շրջվել խաղաղության ճանապարհից եւ պետության հարատեվության ապահովման այս ճանապարհից։ Պարոն Հարությունյան, բոլոր իշխանությունների հանդեպ հասարակությունը այսպիսի մի վերաբերմունք ունի, ասում են, երբ հայտնվում են աշխատասենյակներում, կտրվում են իրականությունից։ Կարծում եք դուք չեք կտրվել իրականությունից հայտնվելով իշխանական աշխատասենյակներում։ Ես համոզված եմ դրանում, որ չենք կտրվել, որովհետև ես շատ եմ շփվում տարբեր շրջանակների հետ, փողոցում կլինի, տարբեր միջոցառումների ժամանակ կլինի, ընդ որում իմ ամենասիրելի հարցը այդ հանդիպումների ժամանակ այն է, թե ես տանել չեմ կարում, երբ որ աշխատանքը գովում են։ Իմ առաջի հարցը միշտ այնա լինում նման հանդիպումներ, ինչն ենք մենք սխալ անում։
որովհետև մնացած այդ դիֆերանտները եւ ամեն ինչը խանգարում են իշխանությանը եւ լճացնում են իշխանությանը։ Խնդիրների օբյեկտիվ, կոնստրուկտիվ կառուցողական բարձրացումը խնդիրների շատ է օգնում իշխանությանը, իսկ իշխանությունն էլ իհարկե պետք է չկտրվի հանրությունից եւ կարծում եմ, որ հանրությունն էլ է այդպես ընկալում մեր իշխանությունը, որ սրանք այդպես շինծ ու էլիտաներ չեն, այլ այդ հանրության մի մասն են, իրենց սխալներով, իրենց հաջողություններով, իրենց առաջընթացով, որոշ տեղերում հետընթացով, այդ հասարակության մի մասն է, սովորական քաղաքացիներ են, որոնք մեծ պատասխանատվություն են ստանձնել եւ հանրությունը տվել է այդ քվեն եւ այդ պատասխանատվությամբ է մոտենում այդ առաքելությանը եւ այդ առաքելության ընթացքում կարող են լինել սխալներ, որոնք պետք է գնահատենք, թե ինչ ազդեցություն ունեն հանրության եւ պետության վրա եւ կարծում եմ ամեն ընտրություն համապետական հենց այդպիսի ստուգատես է։ Դու այդ 5 տարիների ընթացքում արված աշխատանքը լավ ես արել, վատ ես արել, քո արված սխալները հանրությունը ընդունում է, ներում է, հասկանում է, թե ոչ։ Եվ ամփոփելով մեր զրույցը վերջին հարցը ըստ էության, եթե տարիներ անց ձեր ընտրողները այսպես մեկ նախադասությամբ բնութագրեին ձեր քաղաքական դիմագիծը, դուք ինքներդ ինչպես կցանկանայիք որ այն հնչեր։ Ի նկատի ունեք մեր քաղաքական թիմի, թե ձեր քաղաքական դիմագիծը, որտեղ այս հաղորդաշարը հենց ձեր քաղաքական դիմագիծը բացահայտելու մասին է։ Ես միշտ ցանկացել եմ անել այնպիսի քայլեր, որոնք հիմնարար զարգացում կապահովեն պետության համար։ Այդպիսի սկզբունքով եմ առաջնորդվել եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում եւ հպարտ եմ, որ այն ռեֆորմները, որոնք ես սկսել եմ, դրանք հիմա շարունակվում են եւ միաժամանակ հասկանալով, որ մեծ ռեֆորմները հանրության կողմից տվյալ ժամանակահատվածում հիմնականում չեն ընկալվում կամ խնդիրներ են լինում եւ աղմուկ է լինում, բայց կարծում եմ, որ հարցերին լուրջ մոտեցող քաղաքական գործիչը պետք է ավելի հեռու նայի, մեծ բարեփոխումներն էլ ստանձնելիս չվախենա մեծ բարդություններից։ Այդպիսի բարդություններ եղել են ԿԳՄՍ-ում եւ ես ուզում եմ, որպեսզի տարիներ անց այդ ռեֆորմները, որոնք հիմա տեղի են ունենում, արձանագրվեն որպես հաջող եւ ինձ էլ հիշեն որպես պետության մեջ մի փոքր կամ մի մեծ ռեֆորմ արած մեկը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այսպիսին էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյանի քաղաքական դիմագիծը